Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթե դիտում եք մեզ, դա նշանակում է ժամը 22:45 րոպե եւ ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, ողջունում ենք ձեզ եւ սիրելի հայրենակիցներ, մինչ եթերը սկսելը պետք է խնդրեմ բաժանորդագրվեք եւ կիսվեք մեր տեսանյութերով, որպեսզի ավելի շատ հայրենակիցներ թե Հայաստանում, թե Հայաստանի սահմաններից դուրս դիտեն մեր հաղորդաշարերն, ինչպես նաեւ բաժանորդագրվելով մեր YouTube-յան ալիքին ստանում եք հնարավորություն առաջինը ստանալ նոր տեսանյութերի մասին ծանոթությունները։ Արամ ողջունում եմ նաև քեզ եւ այսօրվա մեր եթերը ուզում եմ սկսեմ բավականին մի հաճելի անձնավորությունից Արդար Մարդուց Տիկին Բելա Քոչայանից, ով մարտի 8-ին շնորհավորական ուղերձ էր հղել կանանց միջազգային տոնի առթիվ, սիրելի հայրենակիցներ, մենք եւս մեկ անգամ շնորհավորում ենք այս մեկամսյակի առթիվ եւ Բելա Քոչայանը այս անգամ էր հիշատակե, որ նաև հիշում եմ որտեղ է գտնվում Եռաբլուրը, հայրենիքը եւ ինչ պետք է անի հայ կինը ընդհանրապես մինչեւ այդ Տիկին Քոչայանից նման մենք ուղերձներ չէինք լսել նախընտրական քարոզարշավում ժամանակ փաստորեն ակտիվացավ Դե շնորհակալ եմ Արտուր հարցի համար ես եւս օգտվելով առիթից ուզում եմ շնորհավորեմ մեր սիրելի մայրին քույրերին կանանց գեղեցիկ սերի ներկայացուցիչներին այս տոնի կապակցությամբ եւ Արտուր մենք եւս մեկ անգամ փաստում ենք մի շատ կարեւոր հանգամանք որ Ռոբերտ Քոչյանը արդեն մենք կանադառնանք թե ինչ իրավիճակում է հայտնվել, ինչ որ ոդքաստ է սկսել, այդպես խորհուրդ կտանք ինքը իրան խարակիրի անի, եթե նամուս թասիբ ունենա, բայց այս մարդը արդեն ոչ միայն իր բջերին է գցել այտենց լծել քաոզարշավի այդպես ընտրությունների պատրաստվելու գործընթացում, այլ նաև իր կնոջը Տիկին Բելա Քոչյանին եւս շպրտել են առաջիկից, որ ինչ որ իր մասին հիշեցնի, ինչ որ Էշեշ բաներ է խոսում, թե գիտեք ինչն է ամենացավալին Արտուր, որ Տիկին Բելան եթե նամուս թասիբ ինքնասիրություն ունենար, դոկտոր Ռուզիկի հետ Սեյանի ամուսնու հետ միասին, ընդհանրապես կջնջվեր հայ ժողովրդի կյանքից, կարտագաղթեր Անտարկտիդա կամ Գրենլանդիա, որպեսզի մենք մեր մայրերը, մեր քույրերը սրանց ընդհանրապես ոչ դեմքը տնային, ոչ էլ սրանց մասին լսեին, որովհետև սրանց կյանքի գործունեության միակ նպատակը եղել է իրանց լակոտների բուգը լցելը ու մեր հայ ժողովրդի հաշվին։ Ինչ ասեմ ես Բելա Քոչյանին Արտուր։ Ես ուղղակի մի բան կարամ ասեմ, որ հայ մայրերը Բելա Քոչյան պետքա թքեն քո ռոժին, որովհետև դու դրան ես արժանի։ Դու թուրք Ռոբերտի կինն ես, զավթել եք իշխանությունը, հայ ժողովրդի անունը ծծել եք դուք ձեր ընտանիքով հանդերձ ու գիտեք ես ինչ կհիշացնեմ Տիկին Բելային Արտուր։ Այն որ Մոսկվա մի օքի կար, չէ՞, մեր սուրբ կինը, այն լրփի լակոտը, այն որ իրականանից ու իր լակոտներից խաբար չի, սպասում ենք այդ թրածին ստե, որ գիտի իր այդ ինչ ենք անելու, բայց այս Բելային ես մի բան կասեմ, Տիկին Բելա, դու մոռացել ես որ 1998 թվականին, երբ Մարդուց հետ արտագաղթեցիր Հայաստանի Հանրապետություն, Քոր Լևոնի մեր վերջի ազգի վատությունն էր, որ բերեց նրան վարչապետ նշանակեց, Վազգենի Խելքեկերյան, բերեցին այս վիժվածքի նշանակեցին վարչապետ 1998 թվականին Արտուր։ Դուք մեր սիրելի հայրենակիցները, մեր մայրերը, մեր քույրերը, մեր գեղեցիկ սերի ներկայացուցիչները, որոնք այդ թվականներին ապրել են, ստեղծագործել են, արարել են, որոնք էլ հիշում են, թե ինչպես եկավ Բելա Քոչյանը Մարդու ձեռը բռնած Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան, հիշում եք Արտուր։ Այո, իհարկե։ Սադախլուից առած այն եղերնիկների սվիտերով մարդը, Բելային էլ որ չճանաչեր, կարող է մտածեիր Լեոնիդ Իլիչ Բրեժնևն է, գեզմանից դուրս եկե։ Մոռացնես իրենց այդ քոսոտ քնձրոտ վիճակը 98 թվին, ոնց սեփական տապշկա չունեին։ Մի հատ տապշկեն 6 հոգով էին հագնում, գրել Մադեն Ադրբեջան գրած։ Ու Բելա Քոչյանը այսօր շնորհավորում է հայ մայրերի անունը ծծել է էսի Մարդու հետ։ Այսօր Մարտի 8-ը շնորհավորում իր մասն է հիշացնում։ Բելա Քոչյան 1998 թվականին հիշում ես որ Սոտովի հերախոս մոտիկից չէիք տեսել։ Այն որ եկար են հայ, չեմ ուզում անունը ումից։ Ասի կարամ մա ձեր հերախոսը վերցնեմ զանգեմ, տենամ խոխեքը ոնց են։ Սոտովի հերախոս մոտիկից չէին տեսել Արտուր սրանք, տելևիզորով չէին տեսել անգամ։ Ու հետո երբ հասկանում ես թե սրա որդու մոտ որտեղից այդ սերը բուսներից հերախոսների նկատմամբ, պարզվում է որ սա հոգեբանական խնդիրներ է։ Այս չտես թոքից փախածները, ասում եմ Սոտովի հերախոս մոտիկից չէին տեսել։ Եկե պրասի դերնում որ զանգեր խոխեքը տենար խոխեքը ոնց են։
Այդ խոխեքի հետ եկան ծծին էս ազգի արունը իրանց ընտանիքով հանդերձ ու այսօր այս քոսոտը իրան բանի տեղա դրե մարտի 8-ը շնորհավորում մարտի 1-ն ենք մոռացել այդ Ղարաբաղից այդ վիժվածքներին որ բերեցին հայ ժողովրդին կոտորեցին որ մեկը ասենք Արտուր սեփական ոչիլ չունեին Բելա Քոչյանի գլխի ոչինները Սիյուշոյինն էր երևի կամ Սիյուշոյի հորինը 98 թվին ու սրանք եկել են հիմա ինչ-որ մարտի 8-ն շնորհավորում իրանց մասին են հիշացնում դուք պատմության աղբանոցի հաճախորդ եք ու հունիսի 7-ին ձեզ շպրտելու ենք պատմության աղբանոց ու Արտուր սրանք այն աստիճանի այդ բառը ոնց ասեմ որ պադոշ են որ այն ինչ որ այս ազգի գլխին բերել են այսքանից հետո էլի պադոշի պես հենց իրանց ռեկլամ են անում այդ հայ մայերին ոչ շնորհավորում ես բելա բայց հայ մայրերի երեխեքին խի տարա Ղարաբաղ կոտորի կարա ձեր համար որ հենեք շամպես թռնեք ընդեից Բելա Քոչյան բալը պատմի քրոջդ մարդը ոնց է Ղարաբաղից թռե այն գեներալը հայտնի Բոմժի շոյերը հակել է իր ջիպը տվել է Հարևանի Opel-ը թե 06-ը վեկայել է որ բանով Հակարի կամրջով Արտուր գեներալ մարդ Բելայի քրոջ մարդը Ադրբեջանի այդ զինվորականները որ հսկում էին մտածել են բոմժա մի հատ ասեն էլի սիկտիր էլի ստեից գեներալ մարդ Արտուր բա դրանից քիչ ես պատմում Բելա Քոչյան այդ քրոջդ որ տներես նվեր տվե այդ որտեղից Ոնց են աշխատել դա սխալ եք ասում Արտուր ասում եմ 98 թվին որ չճանաչեիր կմտածեիր Բրեժնևն է Ես ուզում եի քեզ հարցը տալ որ դու հիշացնեիր ինչպես է օրինակ օրերս մենք տեսանք որ երիտասարդ դիկական սեռի ներկայացուցիչների էին հրավիրել եւ Լևոն Քոչյանը այդպես ողջավորված բաներ էր խոսում իհարկե ձայնը չկար միտումնավոր տեղադրված չէր դե մի հատ բառ էր ուղղակի ինչու որ ոչ պիտանի բառ էր որ մարդիկ չլսեն Ինչն էր ներկայացնում օրինակ Ռոբերտ Քոչյանը երիտասարդներին թե աղջիկներին թե տղաներին ինչը որ անառողջ սեր են ունեցել ասենք սատկած առյուծի վրա նստելու ռելսերը թալանելու ասենք թե հերախոսի ընկերություններ որ տենց բան Ռոբերտ Քոչյանը մեծ հպարտանքով ասպա տղայիս ընկերությունը խոշոր հարկատուն է լավա վերջին տարիներից ցած հարկ վճարել դառավ խոշոր հարկատուն ինչև այդ ինչ էր անում թե չէ տղայի ընկերությունը ասենք Լևոն Քոչյանից ինչ պետք է մարդ սովորի Արտուր ոնց դառնա պատկաբլուշնիկ տրյապկա Բա Լևոն Քոչյան այդ կնիկը Օսկան Վարդանի ձերը բռնած որ գնում էր հանրապետական հիվանդանոց աբորտ անելու բայց դա պատմել ես այդ երիտասարդներին Բա դրանից խոսա հարց ենք չէ ուղղ հերետորական Արտուր 2008-9 թվականին չեմ հիշում կոնկրետ էսի երբ որ զորացրվել է Յանիմ թե ծառայել է բանակում հերիք չի մի հատ էլ թղթերով զորացրվել է ծառայության հաջորդ օրը դարել է Նայրի ինշուրանսի մի քանի միլիոն դոլարանոց արժողության ընկերության համասեփականատեր հիմա ես որպես բազմաչարչար հայ ժողովրդի ներկայացուցիչ այս Ղարաբաղցի քնձխին հարց եմ ուղղում ինչ Մանթաշովի թորներ Այդ եմ ուզում հասկանամ Արտուր մարդը բանկից վերադարձել է դարել է միլիոնատեր այդ ոնց է լինում այդ մեր զինվորները որ գնում ասեմ ոնց է լինում Արտուր որ մեր զինվորները գնում էին Աղդամ Ջաբրել իրենց կյանքը տալիս էին որ թուրքը չգար Լևոն Քոչյանի ворը ճղեր Մատ բան մտ չեմ ասում ինչ մտցներ ու իր հոր այդ զինվորների արյան գնով ասա միլիոնատեր դարը ու դու դրանից խոսա Սխալ բան ենք ասում Արտուր Մարդուց լրբից են ու դու ոնց է միլիոնները աշխատել ձև ասեմ մենք էլ աշխատենք դրա 10% աշխատենք Ցավոք սրտի անառողջ մտածելակերպով ինչ որ տարիներին աշխատած պահեստապետերը այտենց զավոդի վարիչներ կա որ միջև հիմա մտածում են որ ասում են ու ամենտեղ կանգնում ասում են դե բա պետք է աշխատեր բա ինչ պետք է աներ խելացի բան այտենց բա հիմա քիչ է աշխատություններ են բա հիմա քիչ է աշխատում մտելական գա տրուսիկի ռեզինի մեջ Բայց թո հիմա էլ աշխատի Արտուր, բա հիմա իրեն մեծ աղբեր են դաունը, խի հերախոս չի բերում ներմուծում։ Բա թո ներմուծի։ Բիզնեսմեն էր դարը գլխիս։ Հորդ գնաց է սուկայի պես բան էին, փող են մուծել որ սահատկած առույց կրակեն նստեն գրեն նկարվեն։ Սրանց այս հոգեկան հիվանդներին ես ինչ ասեմ Արտուր։ Հոր պապու գեզմանը դարել է զուգարան համաշխարհային։ Սրանք տաղությունից ու սրա մերն են մարտի 8-ը շնորհավորում։ Հելեք սիկտիր եղեք ձեր Ղարաբաղը արա։ Մեր սուբ երկից։ Օրինակ կարելի է Գնացեք Ալիևի մարտի 8-ը շնորհավորեք։
ծափարել են ազնվորությանը, ով խորհուրդ է տվել, որ ինքը այդ Ոյնի այտենց հերոսի վիճակից հիմա որը պետք կողին լարին հորշիրի մը թողեց թուրքին Ոյնա դա։ Հիմա Աննա Գրիգորյանի հետ ու Ագնեսա Խամոյանի հետ նստե ոդքաստ ա վարում։ Արտուր, ես այդ ոդքասթը մինչև վերջ նայել եմ, ինչ ճիշտն է, ճիշտ ինձ հետաքրքիր ուղղակի, որ տենամ էս ինչա երգելու, թազա ինչա մոգոն։ Ուրեմն այդ ոդքասթի ժամանակ գիտեք ինչն է ամենահետաքրքիրը, որ ինչ որ բազար են անում իրեք հոգով։ Էս էլ sense անում։ Այն Ագնեսան այնքան ասեց պարոն նախագահ, այդ ոդքասթը սկսեց պարոն նախագահից, վերջացած պարոն նախագահով։ Ասենք Ագնեսա ջան, այդ մարդը նախագահ չի շատ վաղուց։ Եթե դու հիշողության կորուստ ունես, թարմացնենք հիշողությունը այդ։ Ինչ վերաբերում է Աննա Գրիգորյանին։ Չեմ հասկանում ուղղակի Արտուր, մարդը գիտեք ինչ, ասում է ռակաշետ։ Դուք պատկերացնում եք ազգային ժողովի պատգամավոր կին, սրա բառապաշար ասում է ռակաշետ արեց։ Հայ ժողովուրդն էլ ռակաշետ է անելու Աննա Գրիգորյան։ Որ վայ Հակոբյանը չեմ ուզում ասեմ։ Իրանք շատ լավ իրար հետ աղբերություն են արել ժամանակին։ Այդ ռակաշետ կանի վայ Հակոբյանի, Էլիզաբեթի, Քոչյան, Լևոնի, Բելայի, Ռոբերտի համապատասխան չեմ ասում ինչ կլինի։ Ու սրանք լավ արա Քոչյան, Ռոբերտ, այդ տայապկա, այդ օրնես են գեարա, բլոգերս դարը։ Նա դեռ ասում է խոսենք սխալներից, այն Ագնեսան էլ ասում է, բանա, երևի մենք որ չենք խափում, դրա համար մեզ չեն ընդունում։ Ձեր ամբողջ գործունեությունը, ձեր քաղաքական պապայի խափեությունը, սպանությունը, չգիտեմ ինչ է։ Ինչը բռնում ենք սրանց, վզին ասում է իմը չի։ Ասում ես, էսի գույքերը միլիոնները, դատանում 250 միլիոն դոլարի գույք կա Արտուր։ Էդի հենց որ թղթերով գտել են սրանց։ Չեն կարծել պահեն, Սիուշոյի համապատասխան տեղը մտցնեն ընտանիքով հանդերձ։ Բա Արցախի հերոս, Ոյին, ու ինչ է ասում, մենակ ես կարամ այս վիճակից երկիրը հանեմ։ Այս վիճակում խիլ հասցնում, որ մտել հանդես արա։ Հենց տուֆտին նայ Արտուր, սան ես ինչ ասեմ։ Հələ դու այնքան տաղա չես, որ քո տան մեջ քո հարցն է որոշում, արա։ Այ համբալ, դու այդքան չմո ես։ Ու մացել սրա շրջապատը նայեք, քավորին են, գենայա ինչա։ Հրապարակեցինք, չեմ պուտանկետ է տղեն ամուսնացել։ Ու հերիք չի, Երևանում, Դվինում հարսանիք են արել, սալյուտ են խփում, պատերազմից հետո Արտուր։ Պատերազմ ենք պարտվել, իրանք իրանց հորական շիվները թողել են Թուրքին, եկե բանա, սալյուտ են խփում Երևանի կենտրոնում։ Սրանց մենք հիմա ինչ ասենք Արտուր։ Հիմա այդ հազարավոր զոհեր ենք տվել։ Այդ մարկանց ծնողին ինչ ասենք, երբ որ տենում է Քոչյան, Ռոբերտը, Գենան, իրանց ընտանիքով հանդերձ, իրանց մամնի համապատասխան մասերն են Դվինում ցույց տալի, տնենգի են ապարում։ Մի հատ պուտանկա եկե Ռուսաստանից։ Սրանք վազե տնենգի են ապարում։ Այդ նկարները հրապարակել ենք։ Դա դուք էդ եք արա։ Դուք տղա չեք։ Դուք պետք է յուբկա հագնեք։ Ու խորհուրդ կտամ Արտուր, եթե Ռոբերտ Քոչյանը ուզում է Քվեստանը, Քաուզարշավին յուբկա հագնի։ Ագնեսայի աննը յուբկով հելնի ձեն աղերսա։ Միգուցե հայ ժողովուրդը դրանից մի քանի քվե սրանց տա։ Դե ինչպես միջազգային հարցումներն են ցույց տվել, ես Կովկասյան վագրը, ժամանակին փող էր տալի հոդված էին գնում, Կովկասյան թրիչ, Կովկասյան վագրը, էսի իրաց տունը բանը փող ա տվել, տնեցիկով հավաքվել են վագրը, առույցը, բա վագր այդ խիտ թողիր փախար։ Եգիդ այդ հայնիքը տարա։ Վագրներն են սրանք։ Ձեր տանը մի հատ վագր կա, դա գիտեք ով է, Սիուշոնն է։ Վագրիկն է։ Իրենք եկե սրանց կթում է։ Հարցումներն է ցույց են տվել Արամ ջան, որ 4%-ն էլ անգամ չեն հավաքել։ Արտուր սրանք Զիբիլյանոցում են հայտնվելու Արտուր։ Ես սրանց ասել եմ, չէ, բոմժ ենք սարքելու։ Սա իր գլխի գալիքը չի պատկերացնում։ Չանց արդեն գիտի։ Բա այտենց ռեյտինգից ես խոսում ժողովրդից, բա հերի հələ դուս, սա Նիկոլ Փաշինյանը պերաշկի է ուտում։ Այլա մարդ պերաշկի ուտի, քան թե պետական ոսկին, ոնց որ դուք էար, տար կողիր հարսիդ համապատասխան տեղը, Սարգսյան Տիգրանի հետ, այն մեկը կային, որ մամուլում գիտեք գրում էին, որ այդ եւի սրանք իրար հետ երևի ինչ-որ կապ են ունեցել, մենք էլ կհետաքննենք հələ, որովհետեւ ոնց հասկանում եմ Ռոբերտ Քոչյանը այտենց տղերքի հանդեպ առանձնահատուկ սեր ունի։ Տես Արամ Արնոչիկ Գևորգյան չնեղանաս մեզից այս կոնտեքստում։ Վերջերս Արամ շատ ենք տեսնում, որ Կիրակի օրերում Մայրաթորի դիմաց տեսախցիկներ են դրված լինում, տենց հատուկ ելույթների համար անձնավորություններ են գնում խոսալու եւ մարդ
ով պետք է լիներ արդեն վաղուց կալանավորված, սակայն ազատության մեջ է։ Եվ այս Կիրակի մենք տեսանք Մայրաթորի Բաքվում Վիտալի Բալասանյանը հայտարարություններ էր անում, տենց եւ կյանքը եւ Հայաստանը առանց միութենական պետության կազմում տեսնել չի պատկերացնում։ Հնարավոր չի գտնում, չի կարողանում ապրի Հայաստանում եւ Հայաստանը չի պատկերացնում, որ պետք է միութենական պետության կազմում լինի։ Արտուր, ես ճիշտ ասած այդ հայտարարությունը երբ ինձ ուղարկեցին, ես իմ թանկ ժամանակից մի քանի րոպե տրամադրեցի, ուղղակի ասի հետաքրքրում տենամ էսով ընդհանրապես իրանից ինչ է ներկայացնում եւ պարզեցի Արտուր, որ սա Ասկերանի շրջանում, երբ որ Ղարաբաղյան այդ շարժումը սկսվել առաջի պատերազմը, ինչ որ մաղալչի ա եղել, խորոված քյաբաբ սարքելուց ա եղել, այտենց այդ մեր Հայաստանի, Երևանի մեր տղերքը երբ որ գնացել են այդ հողը պաշտպանեն ազատագրել, նաեւ մեր ինչու՞ չէ մեր Արցախցի հասարակ ժողովուրդը, որը որ կենացմահու պայքար է մղել Արցախյան թե առաջի պատերազմում, թե երկրորդ պատերազմում Արտուր, այս մաղալչին, այս քյաբաբ սարքողը ինչ-որ ֆորմա ճար է հագեն, Օգանովսկին է կամերա է ճար է այդ թվերին Արտուր։ Դե բնականաբար մեր տղերք են Լեոնիդ Ալզգանջյան, Մոնթե Մելքոնյան, բոլորը գնացել զոհվել են, հայրենիքը պաշտպանել են, հող են ազատագրել։ Դե սրանք էլ թփի տակից դուրս են եկել Օգանովսկու կամերայով, Արտուր ֆորմ են հագնել, դարել են հերոս։ Սա է դա։ Դրա համար հիմա ուզում եմ միութենական պետություն մտնի։ Բասան Վիտո, չնայած ոչ ինձ ասում Վիտոն։ Դու Վիտալիկ ես, Վիտոկն ես։ Վիտոն էդի Վիտո Կորլեոնն է, այնտեղ ուրիշ, դու ինչ Վիտո։ Դու Վիտոկն ես։ Հելի Քոչյանը Սիկտիրերի Ստեփանակերտ տարա։ Գնացեք մտեք միութենական բան, այդ պետություն կամ չգիտեմ ինչ եք։ Բախիելակ շամպես փախակ։ Արտուր հիմա սխալ բան եմ ես ասում։ 18 տարեկանները իրանք տրակցրին, մի մետր հող չհանձնին, մինչև վերջ պատերազմեցին։ Այդ հողը պաշտպանեցին Երևանից, Հրազդանից, Նոյեմբերյանից, չգիտեմ, Իջևանից, Արարատի մարզից, Շիրակից մեր Լենականի, մեր Գյումրի հերոսները գնացին իրանք հողը երկիրը պաշտպանելու Ղարաբաղում։ Մի մետր հող չհանձնեցին, իրանք տրակցրեցին, որս ֆուցանները կներեք արտադրությունից համար գեներալի պագոններով հելեն շամպես փախնեն կեսել ղազի պես գերի ինգնի հիմա լսի եկել ասում է բանը փարաշտամ քաչես տակը տարա Երևանի կենտրոնում մտել ծպտուն լսեցի Թարանի մասշտաբներից եմ ուզում խոսենք եւ եղավ դատախազության կողմից հրապարակում որ 2018 թվականից մինչև 2025 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության եւ համանքային սեփականությանը վերադարձվել է շուրջ 773 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոց արամ։ Դե 2 միլիարդ էլ հիմա դատանում է, չէ՞ որ վայնասուն է դրել Ռոբերտ Քոչյանը։ Այո։ Որն Սա ընդամենը պատկերացնում ես, ասում են ինչ է արվել 2018 թվականից սկսած, այսինքն Թալանի մասշտաբները այնքան մեծ է եղել, որ այս 8 տարիների ընթացքում հազիվ այսքանն է վերադարձվել։ Եվ ըլի Արտուր սրանց մի հատ փրշտում է, անթասի մանիքնասերի պես էլ եվրոպական դատան են վազում, էլ չգիտեմ ինչ դատան են։ Բա դուք այտենց արա ուժեղ գողական տղեկ էիք, ձեր ճշտի մեջ աբրող։ Բախ եք գնում վազում եվրոպական դատաները։ Մարդուն հրապարակում ես, ասում ես, արա գնական տիրություն արա։ Հյուրանոցներից դուրս չի գալի, ասում եմ կդիմեմ եվրոպական դատարան։ Գնացեք Էլթոն Ջոնի հետ շփվեք, արա։ Որտեղ դուք էդ եք։ Էլթոն Ջոնը սրանցից լավ տղա է, Արտուր, գոնե չի թաքցնում ինքովա։ Ասում ես տես տղա եմ ապրում եմ, ախպեր սաղ աշխարհը գիտի։ Ասենք թաքնված Էլթոն Ջոններ են, Քոչյանի ու Մնացի գլխավորությամբ։ Ու իրանց 30 տարի զավթել էին իշխանություն, ասում եմ Քոր Լևոնի վերջի վատությունն էր մեզ։ Բերեց այս թոքից փախաստերին, կապեց մեր ջանին, սկսին գզել պետությունը։ Հերոս էին խաղում։ Բա հերոսներ ուր եք հիմա։ Բա գնացեք Ղարաբաղը հետ բերեք։ Քիչ եք այդում։ Ձեր բջերին հավաքեք են դաուններին, իմբիցիլներին։ Հələ գնացեք Ղարաբաղը Ալիև, ասում եմ Ալիևին ծնկեն բերե իրանք։ Սերժն մա Սերժին սրա դեմքին նայ Արտուր։ Ասենք մա ուղակի սրանց դեմքին մատ նայ։ Մեկը այնքան է ծակվե, էլ բենզին էլ չգիտեմ ինչ, արը նայում ես ոնց որ չգիտեմ ինչ էլ։ Այն մեկն էլ տուրնիկից չի իջնում։ Հերոսն է։ Այդ նկարները մեր մոտ կա, չենք բարբեր այդ որ Աֆրիկայից գնացել, առույց էր խփել, չգիտեմ ինչ է արել։ Այդպես լավ չի, Սիրուշոյին է տար հետ նստեք մի հատ էշի կամ մի հատ բանի վրա, նկարվեք, դուք ձերը էդ է։ Իրանցը նկարվեն Արտուր։ Արամ դե մենք տեսանք
որ դաշնակցությունը պահանջում էր Արևմտյան Հայաստանը, հետո Արցախը։ Հիմա արդեն մեկ շաբաթ ասում են գնանք Իրանի համար կռվենք։ Նիկոլ Փաշինյանն ասում է շուջուխ եք ուտում, պերաշկի եք ուտում, Իրանը մնաց, Իրանի համար չեք անելու, Իբն Ագնեսայի հետ կարան գան։ Այաթոլլա Աննայի կամ իմ կարծիքով Սիուշան վաղը կարող է, չգիտեմ, բարձվի բանն է, Քոչյանի տան շիաների առաջնորդն է։ Ասենք հիմա Իրանի համար են իրանք մեծ ցավ ապրում, Իրանում կատարվում է, թե Հայաստանում ինչ պետք է կատարվի, բոլորը հանգիստ են ցավ են ապրում։ Էշն ասում կատու են գնում ավտոյի տակ, իրանք ցավ են ապրում, ասում են մենք որը լինենք, սենց չէր լինի։ Բոլոր հարցերը Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Ասենք Նիկոլ Փաշինյանը մեղավոր է, մեկը քերու կընկնա դոմփում կներեք արտահայտությունս համար, մեկի կնիկը պուտանկություն է անում հյուրանոցներում, մեկի հարսը, չգիտես, Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արտուր։ Լավ, հիմա Նիկոլ Փաշինյանն է մեղավոր, որ Ռոբերտ Քոչյանի Սանիկը պուտանկա է։ Սանիկի կինը։ Փաստերը հրապարակենք, չէ՞։ Կարանք անգամ եթե պետքա մարդկանց բերենք, պատմեն թե ինչ երեկոներ են անցկացել Մոնակոյում։ Հիմա Նիկոլ Փաշինյանն է մեղավոր Արտուր։ Այն հայտնի անեկդոտ կա, չէ՞, մտ կողնորոշ դու որսորդեք, թե չեմ ուզում ասեմ ինչ։ Հիմա Քոչյան Ռոբերտը կողնորոշի դու որսորդես, թե չասեմ։ Մտելա կանգա փեշի տակ դուրս չի գալի։ Դի քաշես հանես։ Դրել է իրան բանի, հերոսի տեղ։ Բա հերոս, որ դու տենց հերոս ես, չգիտեմ ինչ ես։ Կոնգրես հյուրանոցը խիչ ես տալ այդ մեր քասի արցախցի, անտեր արցախցիներին արա։ 100 անգամ ասել եմ Արտուր, որովհետև Սիուշան կվեգալի այսենց, կշպրտիկ ասի ելեք ու սիկտիր ելեք, կանգաթետ դավայց տեից, եկել եմ ձեզ կթեմ արա, Սիուշան խիա սյանց տուն եկե Արտուր, որ կթի սրանց, կթուկով է կթե, որ Սադամ Խուսեյնն էր պրեզիդենտը, Սադամ Խուսեյնի տաղուն էր բռնելու կթեր, դրա համար չէ եկե, էլ ոնց ասենք սրան Արտուր, դուք պատկերացրեք մարդի ինչ Աշտյանի չուլ է, ինքը իր տան մեջ չուլ, բարից ուղիղ իմաստով, որ հարսը որոշի, էյքը որոշի, իրանք ով եք դուք արա, դուք տղամարդ չեք, դուք ես երկրի օդը իրավունք չունեք շնչեք, ձեր տեղը Բաքվում է, չնայած Բաքվում էլ կասեն հետեք արա ստեից ռադ եղեք, մեկ եք ես օդը պղծեք, Ռուսի շանը նայել է։ Արամ եւ մեր նախորդ եթերներից մեկում անդրադարձել ենք, որ մեզ տեղեկություններ էին փոխանցել Ռոբերտ Քոչյանի եւ Արշին բանկի նախագահ Կարեն Սաֆարյանի գործընկերային կապի մասին եւ մենք մեր հեռուստադիտողներին խոստացել ենք, որ պետք է մանրակրկիտ հետաքննություն անցկացնենք եւ հարկ լինելու դեպքում նույնիսկ դիմենք հակակոռուպցիոն կոմիտե ստուգումների համար եւ հիմա մեր թիմը ավարտել է հետաքննությունը եւ պատրաստ է այն արդեն եւ պետք է խնդրեմ քեզ ներկայացնել մանրամասն, որպեսզի մեր հայրենակիցները եւս տեղյակ լինեն, կա արդյոք այդ կապը, թե ոչ, քանի որ մենք նաեւ զանգեր ենք ստանում եւ բազմաթիվ զանգեր ենք ստացել, իմանալ իրականությունը եւ մենք իրականությունը ենք ներկայացնում։ Եվ այո, Արտուր, մենք մոտ 1 շաբաթ, 2 շաբաթ կարելի ասել հետաքննություն ենք իրականացրել, որովհետեւ պարզենք, թե այդ բանկի սեփականատեր հանդիսացող Կարեն Սաֆյանը եւ Ռոբերտ Քոչյանը ինչ կապ ունեն, եւ ինչ ենք պարզել, որ Կարեն Սաֆյանը ոչ մի փող կապակցված այդպես բիզնես գործընկերային հարաբերություններ չունի Ռոբերտ Քոչյանի հետ, նաեւ պարզել ենք, որ Արչին բանկը հանդիսանում է միջազգային բանկ, Փարիզում անգամ գրասենյակ ունեն, 2005 թվականին ճանաչվել է լավագույն բանկը Հայաստանի, նաեւ 2025 ներողություն եմ խնդրում, նաեւ պարզել ենք, որ Ռուսաստանի դաշնության հետ եւ նախկին իշխանությունների հետ որևէ փոխկապակցություն չունի եւ ինչն է շատ կարեւոր ես կցանկանամ բարձրացնենք Արտուր, որովհետեւ մենք մեր հրապարակման մեջ նաեւ նշել ենք Երևանի քաղաքապետարանի նախկին շենքը, որը որ այսօր հանդիսանում է իրենց բանկի գլխամասային գրասենյակ, եթե ես չեմ սխալվում, բայց մեզ տեսանյութեր ուղարկեցին մեր քաղաքացիները, նաեւ մարդիկ, որոնք այդ ժամանակ աշխատել են տարբեր պետական մարմիններում եւ ուղղակի նշվեց, որ դա կռիսանոցի է վերածված եղել եւ բանկը ձեռք է բերել եւ վերակառուցել է, որպեսզի օգտագործի եւ Արտուր, այս կոնտեքստում ինչն է շատ կարեւոր եւ հատկանշական, որ մենք նաեւ պարզել ենք, որ թե որ բանկն է փոխկապակցված Ռոբերտ Քոչյանի հետ եւ այս հետաքննության արդյունքում, այսինքն մենք մոտ ապագայում մեր ժողովրդին կներկայացնենք, կնկարանանք մեր ժողովուրդը իր աչքերով, փաստերով
կիմանա թե Հայաստանի Հանրապետությունում որ առևտրային բանկն է փող կապակցված Ռոբերտ Քոչարյանի հետ։ Դա շարունակվում է, իսկ Արչին բանկի հետ կապված մենք մեր ինֆորմացիան փոխանցեցինք, որը որ համապատասխանում է իրականությանը եւ նորից եմ նշում սիրելի հայրենակիցներ, մեր համար շատ կարևոր է ձեր ցանկացած ինֆորմացիա, որ դուք մեզ փոխանցում եք, բայց մենք նաեւ պարտավորված ենք այդ ինֆորմացիան ճշտենք, որպեսզի այնպես չի լինի, որ որևէ գործարարի, որևէ ներդրողի որոշակի այդպես համբավին նեգատիվ կերպով անդառնա, որովհետև շատ մարդիկ կան, որ մեզ զանգարում են եւ ասում են Արամ ջան, մենք իրականում կապված չենք եղել, ժամանակին Ռուսաստանում ենք աշխատել, որոշել ենք գանք մեր երկրում ներդրում անենք, աշխատենք եւ ուղղակի նաեւ ինչ եմ ես բարձել Արթուր, որ Ռոբերտ Քոչարյանի ես մեդիա իմպերիան, այդ թափթփուկները լրագրողներ եւ տարբեր վճարովի քոսոտներ կան, որոնք որ միտումնավոր ինչ են անում Արթուր, շեղելու համար հասարակությանը, օրինակ Play City-ին Ռոբերտ Քոչարյանինն է, բոլորս գիտենք, չէ՞, բայց մամուլում գրում են, որ դա Միշիկինն է օրինակի համար։ Չնայած մի զիբիլիվրի կատոել Միշիկն է, Սպայկն էր Միշիկին։ Այսինքն սրանք այսպիսի մանիպուլյացիա։ Այո, դա հիբրիդային պատերազմի մի տեսակ է, որը որ մենք բացահայտել ենք եւ մենք ապագայում Քոչարյան Ռոբերտ բջջերիդ հետ վերենգի ձեր տան, եթե զարում սրանք չգիտեմ տելևիզորում են թե չունեն Արթուր, որ հետևես, այո, որ հետևես եւ Էդուարդո Էրնեկյանին կբարևես, արա ու Արմեն Գևորքյանին։ Արամ իրոքից գովելի է որ Հայաստանում կա այդպիսի բանկ, որը կապակցված չէ նախկինների եւ Ռուսաստանի հետ։ Ինչևէ մենք հաջորդ թողարկումներում անպայման կառադառնանք արդեն Ռոբերտ Քոչարյանի եւ այն բանկի հետ կապված, որ դու ասեցիր, եւ արամ մեր հաղորդման երկրորդ բաժնում արդեն ունենք կարևոր հյուր, ով եկել է մեր Սյունյաց աշխարհից եւ կխնդրեմ արդեն տեղափոխվենք հաջորդ տաղավար, որտեղից էլ կներկայացնես մեր հյուրը։ Արթուր, ես նշեմ, որ մենք խոսք ենք տվել մեր Քաջյանի, մեր Սյունիքի Կապանի բնակիչներին, որ մենք անպայման այցելում ենք, բայց մինչ մեր այցելությունը այն մանրամասները, որոնք որ մեզ հայտնի են դառնում եւ մենք ներկայացնում ենք մեր ժողովրդին, այսօր մեր հյուրը, որը որ հենց Քաջյանի ջանել է Երևան, որպեսզի անձամբ ներկայացնի եւ բացահայտի Ռոբերտ Քոչարյանի քութիկներին։ Շնորհակալություն Արամ, պետք է խնդրեմ քեզ տեղափոխվես արդեն հաջորդ տաղավար եւ այդտեղից մեր հյուրերը շարունակենք եթերը։ Եվ սիրելի հայրենակիցներ, ինչպես եւ խոստացել էինք, այսօր ունենք բացառիկ հյուր, որը մեզ մոտ եկել է Քաջարյան քաղաքից, Սյունյաց աշխարհից եւ ներկայացնեմ մեր հյուրին Ալբերտո Աթայան, Զարթոնք Քաջարյան հասարակական կազմակերպության նախագահ։ Բարև ձեզ Ալբերտո։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ մեր հրավերը ընդունեցիք, սպասված հրավեր է եւ ես նշեմ, որ ձեր փոխանցած տեղեկությունների եւ նաեւ ձեր շրջապատի փոխանցած տեղեկությունների հիման վրա երբ մենք հաղորդումներ ենք ներկայացրել, նաեւ եթերներում հանդես ենք եկել այդ ինֆորմացիան ներկայացնել ենք, փոխանցել ենք մեր բազմաչարչեր հայ ժողովրդին, ես նշեմ, որ շատ մեծ արձագանք է ունեցել եւ մեզ անընդհատ Քաջյանից, Կապանից, Սյունիքից անընդհատ գրում էին երբեք բացահայտելու, երբեք ներկայացնելու Ռոբերտ Քոչարյանի քութիկներին, շներին, որոնք որ այսօր ծծում են հայի արյունը նաեւ Սյունիքում եւ Ալբերտո, ես կցանկանամ դուք որպես մարդ, որը որ նաեւ հասարակական գործունեություն եք ծավալել, նաեւ մարդ եք, որը որ մասնակցել է 2018 թվականի հեղափոխությանը, մարդ եք, որը որ միշտ պայքարել է այս ռեժիմի դեմ, Ալիևյա, Ղարաբաղյան այս Քոչարյանասերժական կլանի դեմ, որոնք որ ուզուրպացրել էին Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը մի բանի համար, թալանեն վերջում մեր պատմական հողերը նվեր տան իրանց հորողբոր տղա Իլհամ Ալիևին։ Եվ ես կցանկանամ Ալբերտո, որ դուք նշեք ինչ ունենք այսօր մենք Սյունիքում, ինչ է կատարվում Քաջյանում, առհասարակ ինչ բացահայտումներ կանեք դուք այսօր մեր եթերում։ Նախ բարև ձեզ նորից, շնորհակալություն, որ հրավիրեցիք Արամ ջան։ Ուրեմն Քաջարանում մինչև հիմա տիրում են Քոչարյանասերժական այդ կլանը, որ ասում ենք, չէ, այդ սրիկաների մինչև հիմա իրանց իշխանությունը պաշտպանող մարդիկ կա, որոնք նստած են պաշտոնների, ղեկավար հիմնարկների, պետական հիմնարկ ձեռնարկությունների ղեկավարներ են, եւ որ մի քիչ առաջ ընկնեմ էլի, որ ասում եմ, մի քիչ որ ասիր Վիտոն ու Օգանովսկին շորեր հական։ Այո։ Շորեր հական ցույց տվին, որ Կերենսկուպես։ Հա, իրանք կռվող են։ Փախան Կերենսկուպես ես նկատում եմ։ Նույնն էլ կատարվել է մեր Քաջարանում։
Կներեք, օգտվելով առիթից շնորհավորում եմ Վիտալի Վահասյանի, Օգանոսկու եւ Ռոբերտ Քոչյանի մարտի 8-ը այս հանրատեսություն։ Ուրեմն նույնն էլ կատարվել է մեր քաջարանը։ Քիթիզներ։ Պատերազմի ժամանակ 20 թվին 44 օրյա։ Ուրեմն մեր Քոչյանական խումբը, այսպես ասենք, մեր համայնքապետը իր թայֆով։ Իսկ Ալբերտո, խնդրեմ դուք ներկայացնեք ձեր համայնքապետը, այսինքն Քաջանի համայնքապետը։ Քաջանի համայնքապետը։ Այն վաղ ցախ համայնքապետերը Սյունիքի Մանվել Փարամազյան։ Մանվել Փարամազյան։ Այն վաղ ցախ Սյունիքի համայնքապետերը Քոչյանական էին բոլորը։ Վայ Հակոբյանի դրածոներն էին, Վայ Հակոբյանի մեծացրած։ Վայ Հակոբյանը, որ գտնվում է այսօր հետախուզման մեջ, որը գտնվում է հետախուզման։ Էլիզաբեթի կինը, ներողություն կինը չէ, ամուսինը, հա։ Ինքը այն վաղ մեր մարզպետն էր։ Այո։ Ու աճեցնում էր էլի, ժողովրդին թալանելով ապրում էին, դե իրանք էլ գնացին, մեր սարերում գնացին ֆորմեքը հական, համայնքապետը մեր, նույնիսկ կինո են հանե, պատկերացնում եք, Վայ Հակոբյանը կինո է հանե, ոնց ասեմ, Սյունած հերոսն էլի, սենց։ Իսկ հերոսի կարգավիճակում ով է Էլիզաբեթը։ Չէ, հերոսի կարգավիճակով Մանվել Փարամազյանն, մեր բանը։ Մասնակցել է երևի Քաջանի ինքնապաշտպանական մարտերին։ Հա, Իրանց հայաթը։ Մի քիչ դուրս։ Այո։ Քաղաքից մի քիչ դուրս։ Իրանք հակվել են գնացել են։ Գիտեք եմ ասում Ալբերտո, դա մեզ ծանոթ երևույթ է, որովհետև մենք Հրազդան ձորում ունենք այդպես հերոսներ, որոնք որ կամուֆլյաժով պատերազմի օրերին, նաև 90-ականներին կամուֆլյաժով Հրազդան ձորում նկարվում էին ու հետո գիրք ես ընթերցում ու տեսնում ես, որ այս մարդը Հրազդան ձորում է նկարված, բայց 92 թվական Շուշիի արվարձաններ։ Իսկ մեր մոտ գնում էին մեր սարերը, մոտիկա էլի քաղաքից դուրս մի քանի կիլոմետր։ Խրամատավորվում էին։ Խրամատավորվում էին նկարում, քիչ էր մնում իրանց տարածքով տարածելով, ու իրանք շրջապատման մեջ են ընկել, գրանատը գցելա սաղին, ոչմ ինչ ասեմ, հետո դրանից հետո նկարահանում էին պրծում, նստում քեֆանում իրանց ընկերներով, ընկերուհիներով, սենց էլի, հա։ Որտեւ մարտից հետո ինչ պետք է անեն։ Հա, դե բա մարտը հաղթել են, բա ինչ։ Փարահեղ ճակատանոց։ Մամիկոնյան Վարդանն է, էլի, սենց վիճակն է, բարոյական հաղթանակ են տալու։ Ոբշեմ այդ վաղցաղ մարզպետները իրանք էին։ Դա Սերժիկի նշանակած մարզպետը բանն էր, Վայ Հակոբյանն էր, Վայ Հակոբյանի նշանակած կադրերն էլ Մանվել Փարամազյանն էր, Մեղրու Մխոն էր։ Այո։ Ոբշեմ էլի Ղափանի սաղ իրանցն էին։ Եվ նրանք վեճը չէր, այն վաղ 21 թվի ընտրություններից առաջ Փաշինյանը պարոն մեր ամենայն հայոց վարչապետը հարգելի, որ գալիս էր Քաջարան, Ղափան, Սյունիք, Մեղրի, սրանք ճանապարհը փակում են։ Դե դա պատերազմից հետո։ Այո, սրանք Հայտի դեպքերը ես հիշեցի ընտրություններից առաջ։ Այո, 2020 արտահայտ խորհրդանոցը ճանապարհը փակել են ու ինչ հայհոյանքներ են տվել։ Ով որ հայհոյել է մեր վարչապետին, սաղ կպնի իրան, եղավարը։ Իսկ ով է հայել Մանվել Մանվել Փարամազյանը սաղ իրանց թայֆով էլի, թայֆա մի հատ թայֆեր են վաղ իրանք էին սաղ փողերը աշխատեցնում, սաղ գումար իրանց ձեռը, ժողովուրդը ռաբի նման, ճորտի նման իրանց ենթարկում էին։ Եթե ոչ մեկը մի բան էր ասում, ուղարկում էին մարդիկ։ Ուղղակի Մանվել Փարամազյանը եթե այդպես հայհոյող տղա է, ինքը մի բան չի հաշվարկի, որ կարող ուղի եթերում փրշտամ քաքի տակ է իրական գա հետ։ Դե հեսա ու իր հոր գործեր հայհոյելու համար։ Այնքան հայհոյեմ, ասում եմ, Սիրուշոյի հետ դյուբկա հակած դե ինչ Օրմուզի նեղուցով չասեմ ուր փախնի։ Օրմուզի նեղուցով։ Դա ի պատասխան իր այդ հայհոյանքներին։ Ուրեմն փակել էին ճանապարհը, հագին համը հանեցին։ Դա մենք հիշում ենք բոլորս։ Այդ օրը Փաշինյանը ջղայնացավ, բան, ես Փաշինյանի մոտեցա զրուցեցի։ Դե դաժե դաշնակներ, ոչմ էլի ինչ ասեմ, սաղ հները հավաքվել էին ու կինոն էլ հանեցին, կինո Մոսկվայում Երևան, կինո Մոսկվայում բացուցում առաջի ցուցադրավ։ Մենք էլ իրանց մասին կինո կհանենք, այնպես չի որ չեն հանել։ Ոչ միայն իրանց։ Ու սրանք այնքան համը հանեցին, որ արդեն սրանց վրա քրեական գործ է սկսեց հարուցվել, այնքան լկտիացան ու քրեական գործերի տակ են։ Բայց այսօր սենց մի բան ասեմ էլի, ըստ օդում կախված լուրերի ասեմ։ Այո։ Մանվել Փարամազյանը այսօր գնում է ասում է ես Փաշինյանական եմ դարձել։ Բայց ես գիտեմ, որ զրույցներում ինձ պատմել են, իր այդ զրույցներում ինքը ասում է երբ կնես իշխանությունը կընկնի ու քֆուրա տալի, չեմ ուզում էլի, էթիկայի կանոններ անցնեմ, ասեմ ինչ քֆուրներ տալի։ Որովհետև հենմ լա ապրում լավ ապրում էի, ես եկան սենց հարկեցին էլի։ Ու ըստ նորից եմ ասում, ըստ օդում կախված լուրերի ինքը կապեր ունի Վանեցյան Արթուրի հետ։ Այո։
եւ Քոչարյանի, չգիտեմ, ինչ խորհրդական է։ Այսինքն կապավորը Ռոբիկի իր այդ խորհրդականն է։ Խորհրդական հետ կապեր ունի եւ չգիտեմ խի են հավատում էլի ինչու են ձգում սրա։ Իսկ Ալբերտո դա թողենք իրանց կհավատան չեն հավատա, դա մեր խնդիրը չի, մեր խնդիրը մեր ժողովրդին իրականությունը ներկայացնելն է եւ դա է մեր առաքելությունը այսօր։ Ես խնդրեմ դուք ներկայացնեք մի շատ կարևոր հանգամանք, որովհետև մենք ձեր զրույցում ես հիշում եմ, որ դուք ինձ տեղեկություն փոխանցեցիք, որ Մանվել Փարամազյանը իր ընկերոջ միջոցով տերորիստ բգոյի համար ինչ-որ մարկանց հավաքել ավտոբուսներով Երևան ցույցի ուղարկել։ Ես ու այնտեղ ինչ-որ կազմակերպություն կա, անունը չեմ հիշում, որով որ նաև համայնքային հողերի վաճառքով են զբաղվում։ Այդ դուք խնդրեմ դա մանրամասնեք, այդ ցույցերի հետ կապված ով է ասում եք, որ վճարվել է այնտեղ եւ նաեւ նշեմ, որ ձեր ընկերներից եւս ինձ հետ կապ էին հասցել, մենք իր հետ եւս եթեր կանենք, նա եւս ներկա եղել այդ ամոչի։ Ցանկանամ դուք մանրամասն ներկայացնեք, որպեսզի մեր ժողովուրդը իրականությունը տեսնի։ Ուրեմն ասեմ, ստեղծ ունենք մի հատ աշդանակ ՍՊ շատ մեծ աբարոտներով, շատ մեծ փողերով եւ հետաքրքիրն է, որ բոլոր տենդերները իրանք են շահում, բոլոր հողերը, ասում եմ Ալիևի հետ մրցում են մտել սրանք, այս աշդանակը, թե ով է Սյունիքի հողերը վերցնում։ Հա, այդ աշդանակում փայատեր էին, հիմա փայատերը որն է, աշդանակը вообще Պալասկովինն է։ Այո, եւս հետախուզման մեջ է դեպի թե այդ վերևներն է, քոչ մոչ դրանց է սաղ այդ գումարները գնում է։ Եվ մեր մարզպետն էլ թույլ է տալիս սրանք սաղ տենդերները հաղթում են, Քաջարանի հողերն էլ վերցնում են։ Իսկ հողերը վերցնում են, ինչ են անում Քաջարանը։ Քաջարանի հողերը վերցնում են, գրում են Մանվելի թիմակիցների վրա, այդ աշդանակի վրա, Մանվելի թիմակիցների վրա, որ վաղը կոմբինատը առնի, իրանք միլիոններով դոլարներ վաճառեն, որովհետև դրա տակը հարուստ ընդերք է, էլի, ընդերք։ Այսինքն կոմբինատը ձեռք է բերում այդ տարածքները, բայց իրենք իրենց բարեկամների միջոցով են դա կազմակերպում, գումարներ աշխատեն։ Կապ կա, էլի իրար մեջ, դա լվանում են, փողերը լվում են, էլի սենց ասեմ։ Ու մարդիկ 50-60 տարի աշխատել են այդ բաղերը, այդ տերիտորիաները, բաղ չեկա։ Ընդ աշխատել են, կարտոշկա են աճեցրել, չգիտեմ, լոբի, մոբի, ընտանիք տուն են պահել։ Այսօր սրանք ով իրանց թիմից չի, ով մաքուր Նիկոլական ա եղել, սենց ասեմ, սաղի հերանիցում են։ Դրե ու ձեռներից վերցնում են, ասում չես սեփականացրել, բա չի սեփականացրել, բա 50 տարի օգտագործում է։ Հիմա դուրս սեփականացնի։ Ինքը թույլ չեն տալի, որ սեփականացնի, գրում են քո վրա, ին վրա, մենք իրա մարդիկն ենք, իրանց փողերով սաղ, հա, դա իրանցն է, մեկը, պրոստը մեր անունները ուրիշ է, էլի։ Ու այս ժողովուրդը շատ են դժգոհ, շատ վախենում են, վախ կա մեր Քաջարանում։ Իսկ Ալբերտո, դուք նաև նշել եք, որ տերորիստ բգոյի այդ սպազան կոչվող այդ երևույթի այդ աշդանակ հիմնարկը ցույցերին երբ որ մարդ էին մատակարարում ավտոբուսները այստեղ կհիշեք, որ դա հենց Գանդիի շոյերը հակեքուչեկներ են, հա աշդանակը հենց այդ իմ ասած հիմնարկը այդ քոչենց հիմնարկը այդ Պալասկովենց հիմնարկը իրանք ավտոբուսներ տրամադրեցին մարդկանց որ գան ստեղ։ Իսկ Մանվել Փարամազյանի դերակատարությունը այդտեղ։ Դե Մանվելն ան դե, բա Մանվելն է։ Մեր համայնքում Մանվելն է ասում։ Այսինքն նա է։ Այդ աշդանակը Մանվելի հիմնարկն է, ասած ասենք, Մանվելն էլ է փայ այնտեղ։ Աշդանակում դաժե Մանվելի կնոջ վրա 400 թե քանի միլիոն դրամ չէին բանարել, ոնց ասում, ոնց հայտարարել, հա, էլի այդ փողը մուծվավ։ Վերջը սաղ միասնական են դրանք, սաղ միասն են։ Ինչ որտեղ Մանվելը, ընդեղ աշդանակը, ընդեղ։ Իսկ ինչ սխեմայով էին մարդկանց մոլորեցնում, որ ուղարկեին ցույցերի պետության դեմ։ Մարդկանց դե գործից կհանեն, եթե չգնաս ցույցի։ Գործից կհանեն ու բարեկամ դու Գիտեք խեմ ասում Ալբերտո, ես հիշում եմ, որ դուք նշեցիք, որ եւ ձեր հարազատներից մարդ կա, որը որ ապագայում եւս նրա հետ կհանդիպենք, երբ նա Երևանում լինի, որ հատուկ ավտոբուս էին տրամադրել, 60000 դրամ գումար էին տալիս։ Գումարներ էին տալի, ավտոբուսները տրամադրում էին, բոլոր ցույցերն էլ իրանք մենակ այդ Բագրատա ինչա դրա այդ անսուրբի մասին չխոսա։ Вообще, միջև ինչ ցույց էր եղել էր, որ ստեղ անում էին, դեմ էին հելնում Փաշինյանին, չգիտեմ ինչ, աշդանակը միշտ մասնակցում էր, միշտ իր բաները, այդ ավտոբուսները ժողովրդին փողը տալիս էին, ուղարկում ու վախենում էին, մարդիկ կա որ չէին ուզում գային, գալիս էին զզվելով, բայց ստիպված էին, որ տուն են պահում, փողը պետք։ Հետո վախ կա մեր ժողովրդի մեջ, վախ կա։ Իսկ իրանք վեճները չի, այսօր
Աժդանակը արդեն այնտեղ Դավիթ Բեկ ունենք, էլի գյուղ Դավիթ Բեկ ճանապարհին Ղափան Քաջարան։ Այնտեղ վերցրել են դա չեք է ժողովուրդը գնում էին հանգստանում։ Վերցրել են, առել են չերես համայնքապետ։ Մեր համայնքի որոշումը հավաքանները համայնքապետ ինչ ասում հավաքանները սաղ ձեռ են բարձրացնում։ Այդ հիմա էլ միջև Ձագեձոր գյուղը այնտեղ են վերցնում, քանդում են սաղ։ Այս ժողովրդին այդտեղ չընդողում որ ժողովուրդը գնա հանգստանա։ Իսկ ով որ դեմ գնա, գիտես, սարքում են էլի, գլխին սարքում են։ Այդ դաչեկներ են հիմա վերցնում։ Գյուղերը ինչ տարածքներ կա, սա տալիս է աժդանակին, որովհետև ինքը փայա մեջ։ Իսկ Ալբերտո դուք նշեցիք, որ այդ Մանվել Փարամազյան երևույթի նկատմամբ քրեական գործը հարուցված։ Տեղյակ եք ինչ փուլում է, որովհետև մենք ճիշտ կլինի որ գնանք դատարանում արդեն լուսաբանենք, հասկանանք թե սա այս երևույթը ասեմ Արամ ջան, վերջի փուլում։ Որովհետև ներողություն եմ խնդրում, մամուլում ես հրապարակումների չեմ հանդիպում, որ սա քրեական գործով անցնում Քոչյան Սերժետնան էս թայֆեն հիշողության կորուստ ան ունեցել։ Դե մենք թարմացնենք հիշողությունը ուղղակի։ Դե թարմացնենք, ասենք, վերջի ոնց է կոչվում, վերադաս դատարանն է, թե վերաքննիչ երևի։ Վերաքննիչ դատարանն է, վերջի։ Դատախազը իրան արդեն ասել է։ Բայց ձգվում է, չգիտեմ։ Իսկ ի՞նչ է պահանջում դատախազը։ 16 տարի։ 16 տարի։ Այո, 16 տարի։ Շատ քիչ է 16 տարի։ Ես էլ եմ ասում, սպասում են բանը անցնի, ինչ են ասում, ժամկետը անց, եթե տենց է ժամկետանց չեմ հասկանում, թող մեր օրենքը, մեր ազգային ժողովը օրենք ընդունի ժամկետանց սպանությունը, այդ կոռուպցիան բանը ժամկետանց չլիներ, այսինքն մարդիկ փախնում են Ռուսաստաններում ապրում այդ փողերը միլիարդները գողացած հետո թե ժամկետը անցնի կամ մոսի ես վերջում այդ միլիոն դոլարները մոս դե թզուկի հա դրա ես չեմ հասկանում էլի ժողովուրդ ճիշտը խոսանք էլի խի են սենց անում սրանք պետք է պատասխան տան ու Մանվելը պետք է պատասխան տա անպայման Փարամազյան Մանվելը պետք է պատասխան տա իր արածներին դուք չգիտեք էլի իսկ Ալբերտո ներողություն եմ խնդրում ես ինձ ի՞նչն է հետաքրքիր դուք ներկայացնում եք ես Այսպես մարդ, որը որ ես Քարաջանում չեմ բնակվել, տեղյակ չեմ, ինձ ի՞նչն է շատ հուզում էս հարցում, որ այսքանից հետո այդ մարդը ո՞նց է քվե ստացել Քարաջանում։ Դե այն վաղտ մի հատ սխալի պատճառով ու ինքը ընտրվավ։ Բայց դե էլի նույնը շարունակվում է, նույն ձևով, չգիտեմ էլի։ Մեր ժողովուրդը մեղք է ուղղակի Արամ ջան, մեր ժողովուրդը մեղք է։ Սրանք վախեցնում են, ամեն ինչ դիմում են։ Չեմ ուզում, ես շուտով դատս է, դատում ինձ արգել է դատարանը խոսեմ, էլի ում հետ են իրանք այդ փողերը լվում։ Դրանց մասին խոսամ։ Դատարանում հեսա կվերջանա, ապրիլի 9-ին դատս կվերջանա, այդ որոշումը կայացնեն։ Այն վաղտ մի հատ կգաս, որ գաս մեր մոտ Ես ներողություն եմ խնդրում, ես նշեմ, որ մեր սիրելի քաջարանցիներին, սունեցիներին մենք խոստացել ենք, որ անպայման գալու ենք եւ այո, գալու ենք եւ այդ քֆուր տվող ռեյնբոներին, այդ որ այտենց ողջևորվել են, ուղղակի ուզում եմ նշեմ, որ մեր գալուն պես իրանք հայտնվելուն իրանք կանգա համապատասխան ներքնաշորի չեմ ասում որ մասը, որովհետեւ նորից եմ նշում, որ փրշտամ այդ քֆուր տվող տղեկները դեք իրանք հետ ինչ կլինի։ Ոչ միայն իրանք պապաների դա չի քննարկվում, մենք մոտ ապագայում գալու ենք Քաջարան եւ նաեւ զրուցելու ենք մեր հայրենակիցների հետ, նաեւ կոչ եմ անում, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, որ Հայաստանի Հանրապետությունը պատկանում է տերը հայ ժողովուրդն է եւ տարիներ շարունակ հայ ժողովուրդը պայքարել է մի բանի համար, որպեսզի իր երեխաները ապրեն ազատ անկախ ինքնիշխան Հայաստանում։ Ես ասեմ ուրեմն Արամ ջան, ես ունեմ նկարներ, զապիսներ։ Մենք հրապարակենք։ Ինձ ուղարկել են էլի, դե մեր քաջարանցի գիտեն, ինչ ճանաչում են։ Հələ չեմ հրապարակում, քանի որ արգելք ունեմ, գիտես։ Նոր ասեցի, այդ հիմնարկի մասին իրավունք չունեմ, էլի խոսալ դատարան արգելել է, բայց այդ միլիարդները իրանք լվում են չերես այդ հիմնարկու։ Այդ հիմնարկում հին բոլոր արդար նիկոլական տղեկին գործից հանել են նորից վերցրել են հներին։ Հասկանում եք, հներին պաշտոն են տալիս։ Հանրապետական թափթփուկներին այո հանրապետական քոչի բենզին Սերժի թափթփուկներին քոչը 21 թվին որ եկավ իր հետ մարտիկ այդ ունեմ սաղ էլի ոնց է գրկում Մանվելի հետ ձեռ են բռնում Մանվելի տղեկը այնտեղ կայնած Քոչյան Ռոբերտը այտենց պահեց էլի Սյունիքը միշտ էլ դժվար է այսօր Սյունիքում բայց ինձ թվում է կոտրենք էլի կոտրենք որովհետև նոր ասիր ինքնիշխան Հայաստան է պետք մեզ
ոչ թե Ռուսաստանի բան դառնանք։ Չեմ ասում շատ բան կար ասելու, բայց դատարանը նորից եմ կրկնում, արգել էլա, որ գաք Քաջարան Սյունիք, այնտեղ նկարելու ենք սաղ ու ցույց եմ տալու ոնց են բնությունը ավերում։ Այս ժողովուրդը մեր մոտ մահերը շատացել։ Միջև 50-60 տարեկան տղեկի 60%-ը մենակ տղեկի չկանած ժողովրդի ստենդավորվում են։ Առաջ տենց բան չկար էլի։ Առաջ 7 միլիոն տոննա էր այդ հիմնարկը տարեկան հանում ամենաշատը։ Հիմա 30-40 միլիոն։ Գումար են աշխատում էլի։ Եվ դա Մանվել Փարամազյանն է այդ չերես կոմբինատի հետ դե կոմբինատա թե ասենց ասեմ կոլխոզի հետ։ Այդ կոլխոզի հետ Մանվելն է։ Սաղ ինչ ուզում են անում, այս տերիտորիան ինձնից վերցնում են, տալիս են կոմբինատին, հետո որ կոլխոզին։ Հա, տալիս են կոլխոզին, որ կոլխոզը ոչ միլիոն դոլարներ անդե խաղը գնում է, միլիոնների վրա։ Դրա համար իրանք մեջքի չեն ընկնում, էլի։ Դրա համար էլ նստում ասեն դե քրվում է, ասում է նրանց երբ է ռոբը գալու որ հա, երբ է գալու որ տիրանամ իմ ամեն ինչին, որովհետև իր արգելքներ կա։ Հիասթափ եմ ես նման ռոբի սպասումով ապրող մարդկանց, որովհետև նրանք ուրիշ բանի են տիրանալու, չեմ ուզում էթիկայի նորմերը խախտեմ, հայ ժողովրդի չեմ ուզում ասեմ ինչին են տիրանալու իրանք, որը որ մենք կազմակերպենք մեր սիրով։ Դե իրա Մանվելին այդ մյուսին ընդդեմ այդ գորիսմել մեծ չինական լիսկա կա, դրան էլ իր հերթին Շո քյափի վալետա ձերին նակոլ կա արել, չգիտեմ ինչ է արել։ Այսինքն ես կողքից որ նայում եմ Ալբերտո, իմ մոտ իրեք ինչ տպավորություն, որ ուր է նայում մեր ժողովուրդը։ Լավ, դուք ձեր համայնքում մատ նորմալ մեկը չկա, որ ընտրեք ձեզ ծառայի։ Ժողովուրդը, մեղք է ժողովուրդը։ Եվ քննեմ դուք որպես վերջաբան ինչ ունեք փոխանցելու մեր սիրելի հայրենակիցներին։ Ժողովուրդ ջան, ուզում եմ ասեմ, հավատացեք, մեկը պատասխան են տալու։ Պետք է դատվեն իրանց արածի համար։ Ու դա գնում է, այս ընտրություններից հետո պարզալնելու, տենալու եք էլի, շատ բան չեմ իրավունք չունեմ ասելու եւ խոսելու։ Ուղղակի ասում եմ, որ իմանաք, քոչը չի գալու իշխանության եւ պատասխանը մենք թույլ չենք տալու, դա շատ է ուզում գա։ Եվ Մանվելը Փարամազյան եւ իր մի քանի հոգի դատվելու են ու վերադարձնելու են հողերը ձեզ։ Դե էտա ասածս էտա որ այդ հողերը վերադարձվելու են։ Դատարաններում գրել են, բան են արել, գիտեմ։ Ահագին մարդը դատվել է, 2 տարի հետո դուրս եկե տեսել, իր հողը չկա։ Գրեց են իր վարորդի վրա կամ չգիտեմ։ Դե մենք Քաջարան կգանք, դա կնկարահանենք։ Հա, սա նկարահանենք թրջող սարքով։ Աշտանակը նկարելու ենք որտեղից որտեղ ինչեր անում եւ նաև մեր քաղաքացիների հետ կզրուցենք, թող ներկայացնենք։ Քաղաքացիները խոսելու են, գիտեմ, մարդկանց ես կասեմ հանդիպենք։ Ես նշեմ որ մեզ զանգեն են, ուղղակի եղանակային պայմաններով մենք քանի որ մեր գրաֆիկը շատ այսպես ծանրաբեռնված է, բայց անպայման մենք ապրիլի երևի 20-ից հետո անպայման կգանք Քաջարան, համեցեք տեսեք։ Եվ մենք կնկարանենք մեր ժողովրդին, որ ներկայացնենք։ Շնորհակալ եմ Ալբերտո մեր հրավերը ընդունելու համար։ Շնորհակալ եմ, որ բարձրաձայնում եք այդ խնդիրները եւ նշեմ, որ Ռոբերտ Քոչարյանի քութիկներին եւ նրա հետ փոխկապակցված անձանց շատ մեծ ակնկալ է սպասվում մոտ ապագայում եւ քանի որ դուք Սյունիքից եք եկել, ես մեր հաղորդման վերջում մինչ Արտուրը իր հրաժեշտի խոսքը կասի, ես կցանկանամ այսպես մեջբերում անեմ Գարեգին Նժդեից, մեր սյունեցիները դա շատ կգնահատեն։ Ինչ էր ասում Գարեգին Նժդեն։ Սուրը թե գրիչը, թե մեկը, թե մյուսը, ես սիրեցի ու գործածեցի երկուսն էլ, սակայն դրված երկընտրանքի առջև, ես պիտի նախընտրեի առաջինը, քանզի լինում են ժամանակներ, երբ գրիչը, խոսքը, ճշմարտությունը իրենց ճամփան հարթելու համար կարիք են զգում սրի։ Ժողովուրդ ջան, դիմում եմ ձեզ, նորից եմ կրկնում, շնորհակալություն հայտնենք մեր Արամին Արտուրին, որ սենց դուրս են գալի, իրանց ասում են, են հներին Քոչարյանը այդ թայֆին հանում են ջրի երես, որ ոնց են մեր ազգի հերը անից է։ Էթիկայի կանոններից դու գիտեք, իմ ելույթներում ես քֆուր քյաֆարով եմ խոսում, բայց հիմա չէ, հիմա ես էթիկայի կանոնները չեմ ասում։ Մեզ կանայք են նայում, դիտում խնդրում եմ ձեզ Չհավասարվենք Սիուշոյի մակարդակին կամ մի վախեցեք, պատասխան են տալու, իրանք են վախկոտ են Արամը որ ասում է փսորի վրա կատու, աղբի վրա ոնց ես ասում Զիբիլի վրա Զիբիլի վրա կատուներ են դարձել, մի մտածեք, պատասխան են տալու։
Հələ շատ այնքան շատ կխոսայի, պրոստը դատարանը արգելել է։ Ամսի 9-ից հետո նոր բացվել եմ, ասել եմ, որ փողերը որտեղ նկարներն եմ ցույց տալու Երևաններում, բարերում ինչ են անում։ Զապիսներն եմ ցույց տալու, որ մի հոգի կոլխոզի բրիգադիրներից ոնց է այդ տղային ասում, գնա համայնքապետը քեզ լավ առաջարկ կանի, այսինքն վերջ է, էլի, չխորանանք։ Սա կոռուպցիոն բաները բացելու ենք։ Դա ինչ, ես եւս շնորհակալություն եմ հայտնում մեր հյուրից, շնորհակալություն ձեզ ելի հայրենակիցներ, որ մոտ այս 1 ժամ անցկացրեցիք մեզ հետ։ Եթերի ավարտին պետք է խնդրեմ նաեւ հիշեցնեմ, բայց եթե չեք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, անպայման բաժանորդագրվեք, որպեսզի նոր տեսանյութերի ծանոթությունները ստանաք առաջին, ինչպես նաեւ լայքեք եւ կիսվեք, որպեսզի YouTube-ը մեր հայրենակիցներին թե Հայաստանում, թե Հայաստանից դուրս ուղարկի ծանոթությունները։ Այսքանն ենք նախատեսել, ձեզ հետ քաղաքագետ Արամ Ավետիսյանն է, ես Արթուրն եմ, բարի եւ խաղաղ գիշեր եք մաղթում ձեզ եւ թող որ բոլոր լուրերը միայն բարի լինեն։